հիմա եկել ենք եւ բախվել ենք։ Իրենց լարած թակարդն են ընկել մայրաքաղաքի իշխանությունները։ Երևանի տրանսպորտի ուղևորցի բարձրացումից, վճարման համակարգը փոխելուց, տոմսային փաթեթների անցնելուց հետո ծով խնդիրների առաջ է կանգնել Տիգրան Ավինյանի կաբինետը։ Մարդիկ տրանսպորտ են նստում, ուղևորցը չեն վճարում, խոստովանում է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։ Թերակատարման համար մեղադրում է ընդդիմադիր խմբակցություններին, որոնք երևանցիներին բոյկոտի 150 դրամ ուղևորցը չվճարելու կոչեր էին անում։ Փետրվար ամսից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի եւ ինչ-որ չափով նաեւ անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում փաստացի Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն Երևանի ավտոբուս ՓԲ, մետրոպոլիտեն, նաեւ էլեկտրական ավտոբուս ՓԲ-ների կողմից ընդհանուր հաշվով ուրեմն հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Քիչ է 6 միլիարդ 30 միլիոն դրամը, սա ծանր կարող է նստել քաղաքային բյուջեի վրա։ Հնարավոր է այս տարի նոր տրոլեյբուսներ չգնի քաղաքապետարանը։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր եւ հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որտեղ թեր հավաքագրումները բերել է նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա։ Արդար է մարդկանց բողոքը, այս դեպքում 150 դրամ չվճարելը Հայկ Կոստանյանի ասածին այսպես է արձագանքում ավականու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանը։ Նա վստահ է, եթե այսօր հայտարարեն, որ տրանսպորտի ուղևորցը նորից 100 դրամ է դառնալու, վաղը բոլորը մեկ մարդու նման վճարելու են, իսկ տրոլեյբուսների գնման համար փողը հաստատ կգտնվի, եթե քաղաքապետարանը ծառայողական թանկարժեք մեքենաներ չգնի, պարգևավճարներ չբաժանի աջուձախ։ Ուղիղ ազդանշան որ բոյկոտը հաջողվել է, ես մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր քաղաքացիներից, հատկապես ուսանողներից, ովքեր շատ ակտիվորեն բոյկոտում են եւ շատ լավ են անում։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսն է Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի։ Հայկ Կոստանյանն ասում է, կարմիր գծերում կայանելու համար վճարված փողերն են ուղղելու հասարակական տրանսպորտի սպասարկմանը։ Հավանաբար բոյկոտի տեմպի դեմն առնելու համար։ Կարմիր կետագծերի 13 անգամ թանկացման հարցում էլ հաջողությունը քաղաքային իշխանության կողմը չէ։ Հաստատի դատարանի կողմից անվավեր է ճանաչվել, դա կարծում եմ ոչ թե վերաբերվում է բուն բեռնաթափման, այլ արժեքին, որտեվ եթե հիմա մենք խոսում ենք նվյալ խնդրի մասին, շատերը արժեքից են բողոքում, ոչ թե բեռնաթափման խնդրից։ Վարչական դատարանը 10 օր առաջ անվավեր է ճանաչել կարմիր գծերում կայանման համար քաղաքապետարանի 160,000 դրամ սահմանած գինը։ Մայր Հայաստան խմբակցությունն էր դատարան հայց տարել ու շահել դատական վեճը, բայց քաղաքապետարանը վերաքննիչ ու վճռաբեկ դատարաններ բողոք է ներկայացնում ու մերժում ստանում։ Այսքանից հետո ես չեմ հասկանում իրանք ոնց են խոսում բեռնաթափումից, ախր դատարանը արձանագրել է, որ տեղական վճարի դրույքաչափը երբևիցե չի կարող փոփոխվել, որով է փողոցի կամ վարչական շրջանի բեռնաթափման պատճառաբանությամբ։ Քաղաքապետարանի կողմից Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակի պնդմամբ մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափվել է, բայց դա դժվար է ցույց տալ։ Այո, նաև այդ արժեքը շատ վարորդների ստիպել է, որպեսզի իրենք կենտրոնում հնարավորինս քիչ կայանում անեն եւ տարեկան փաթեթները ձեռք չբերեն հաշվի առնելով նաև գինը։ Պտտվեք քաղաքով, տեսեք ով է շահել այս տանկացումից։ Էլեկտրական մեքենաները անվճար են կայանում, վաճառքի հայտարարություններով բերում շարում են փողոցի վրա 5-6 մեքենա իրար հետևից։ Ու չեն շարժվում այդ մեքենաները։ Այն, որ Երևանի կենտրոնը չի բեռնաթափվել, փաստ է, ասում է Հակոբյանը։ Շատ բան պետք չէ երեկոյան ժամերին փոքրիկ շրջայց մայրաքաղաքի կենտրոնում։ Էդգար Ղուրջյան, Նորայր Շարբաթյան եւ Միլենա Պողոսյան, Հայլուր։